Օրհնյալ լինի Տիրոջ անունը, քանի որ մենք այսօր եկել ենք տոնական տոն ենք տոնելու Քրիստոսի հարության տոնը, այդ ազատագրության տոնը, փրկության տոնը, Քրիստոսի հարության տոնը։ Ես կարդալու եմ Պետրոս Սարաքյալի թղթից առաջի գլխի 3-րդ խոսքից։ Օրհնյալ է Աստված ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, ասենք ամեն, որին առատ ողորմության համեմատ մեզ նորեն ծնավ կենդանի հույսի համար։ Մենք ծնված էինք Ադամի բնությունով, այդ ծնունդը մարմնի ծնունդ էր, որ մենք մարմնից էինք ծնվել, այդ ծնունդը մեզի անհույս էր թողել։ Մեզ նորեն ծնավ կենդանի հույսի համար Հիսուս Քրիստոսի մերելներին հարություն առնելով։ Մենք ծնվեցինք երկրորդ անգամ ավետարանի խոսքով, խոսքից և հոգից, անեղծ ու անարատ և անթառամ ժառանգության համար, նպատակը չեղծվող անարատ և անթառամ ժառանգության համար, բոլոր քրիստոնյաները, որոնք այս հավատքով են ունենված, դրանք պետք է դրան արժանանան, որ երկինքը պահված է ձեզի, որ Աստծո զորությունով պահպանված եք հավատքով այն փրկության համար, որ պատրաստված է վերջին ժամանակ հայտնվելու։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, Աստծո զորությունով պահպանված են հավատքով այն փրկության համար, որ պատրաստված է վերջին ժամանակը հայտնվելու, որով կուրախանանք, թեև հիմա ինչպես հարկը կպահանջե, քիչ ժամանակ տրտմած եք նեղությունների պատճառով, զանազան փորձություններով, որպեսզի ձեր հավատքին փորձառությունը, որը կորստական ոսկեն ավելի պատվական է, թեվանիկա կրակով կփորձրի, կգտնվի գոհությունով ու պատվով և փառքով Հիսուս Քրիստոսի հայտնվելու ատենը, զոր դուք չտեսած կսիրեք, զոր հիմա չեք տեսներ, բայց կհավատաք և ուրախեք անպատմելի փառավորյալ խնդրությունով։ Պետրոս Սարաքյալը Կապադոկիայի, Բութանիայի, Փոքրասիայի ժողովուրդներին և մեզ ահորդում այս խոսքերով, ուրախացնող, քաջալերող այս խոսքերով, ձեր հավատքի վախճանը ընդունելով, այսինքն մեր հավատքի վախճանը մեր հոգիների փրկություն է, որ այն փրկության համար փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեացան ձեզի լալու շնորհքին համար, ու կքննեին, թե երբ կամ ինչպիսի ժամանակ կիմացներ իրաց մեջ եղած Քրիստոսի հոգին, որ առաջ կվկայեր Քրիստոսի չարչարվիլը, անգեյետ կփարավորվիլը, որոնց հայտնվեցավ, որոնք ոչ թե իրենց համար, ապա մեզի մատակարարեցին այն բաները, որոնք հիմա ձեզի պատմվեցան անուն ձեռքով, որ ավետարանը քարոզեցին ձեզի հոգով, սրբով, որ երկնքեն փրկվեցավ, որ այն բաներուն հրեշտակները կցանկանան անկառույց նայել։ 13 խոսքն եմ կարդում։ Ուստի ձեր մտքերուն մեջ կգոտևորած, մեզ է ասում, արթուն կեցած, կատարելապես հուսացել, անկասկած այն ձեր վրա հասնելու շնորհքին, Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակը, հնացան զավակներու պես, ոչ թե ձեր տգիտության ատենի առաջին ցանկությունները վարվելով, հապա ձեզ կանչող Սուրբի պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, սա մեզ բոլորիս ասում, հապա ձեզ կանչող Սուրբի պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներուն մեջ, որովհետև գրված է թե սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ, և եթե հայր կկոչեք զանիկա, որ առանց աչարության կդատե ամեն մեկուն գործին համեմատ, ուրեմն ձեր պանդրտության ժամանակը վախով անցուցեք, օրհնյալ լինի Տիրոջ անունը, այսօր մենք հավաքվել ենք այս տոնական օրը, Քրիստոս հարյավի մերելոց, Քրիստոս հարյավի մերելոց, Քրիստոս հարյավի մերելոց, Արագունի Տիրոջ անուն նստեք, սիրելի ժողովուրդ, ձեզի մեզի մեծ ավետիս, հար Տիրոջը սիրելիներ, այս տոնին պատրաստվել են քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիները, սա մի փառավոր տոն է, սա ազատագրության տոնն է, որ մարդը անհույս ապրող, անհույս մարդը ունի արդեն ազատագրություն հավատքի ճանապարհով,
հավատալով մեր փառած Տիրոջ կատարած փառավոր գործը, որ իր լուրջ ապրած կյանքի հետևանքով Հայր Աստված նրա բարեպաշտությունը տեսնելով եւ օրենքը իր վրա առաջ չգտնելով եւ սատանանի հերթին մեղադրանք չտեսնելով Աստված նրան մերելերին հարություն տվեց, որ մարդկությունը անհույս ապրում էր, գիտենալով, որ առաջի ծնունդի հետևանքը մահ եւ անհույս ապրում են, բայց երկրորդ ծնունդով Հիսուս Քրիստոսի վերստին ծնունդով մենք այս բարի լուրը ստացանք հավատքի ճանապարհով, թող Տիրոջ անունը փառավորվի։ Այսօր եկել ենք տոնելու Քրիստոս մեր զատիկը, զատիկ նշանակում է անցում, ուրախության սատոն է։ Ամբողջ աշխարհը Քրիստոսի այլան միջոցով ունի փրկություն։ Թող իր անունը փառավորվի, իր արյան, իր փառավոր հարության շնորհիվ մենք այսօր ներկա ենք։ Եկել ենք փառավորի իր մեծ անունը։ Կանգնենք ոտքի։ Մերնում էր կյանքը որպես անիծյալ, գանված բիրտ խաչից Գողգոթա սարի, մերնում էր կյանքը, ու գրվեց խաչին հանցանքը նրա, այս է Քրիստոսը, արքան հրեից, ու այն ժամ ուշքին ցնծում էր մահը, քանզի վյուր վերքով խոցել էր կյանքին, խոցել մահացու, հայհոյել նրան, միածին որդուն բարձրալ արարչի, ճարտարապետին ամբողջ տիեզերքին, ծաղրում էր նրան, քավության զոհին ամբողջ աշխարհի, թե արքա ես դու, ահա քեզ պսակ, միայն գործված է այն սուրբ փշերից, որ քո ճակատից հոսող արյունը կոպերդ փակի, որ աչքդ երբեք մեղավորներին սիրով չնայի, նայիր ձեռքերիդ, անզոր ոտքերիդ, այդ ձեռքերդ չէին, որ ծեփեցին աչքրի ծնելուի, այս ոտքերդ չէին շտապելով վազում, որ կյանք տանան շունչ խղճուկ մեռելին, եթե Քրիստոսն ես, դե ազատիր քեզ երկար կամերից, ցած իջիր խաչից, այ դա իսկական հրաշք կլինի, գոռում էր մահը, անսուսպ ամբոխի արնոտ բերանից, եթե Քրիստոսն
խոսնես, ցած իջիր խաչից, բայց այդ խլացնող ու դժոխային աղավակները քարացան մեկից, բարեխոսանքի հավիտենական աղոթքի ձայնից, աղաչեց կյանքը հորն իր արարիչ, ներիր սրանց համար, քանզի չգիտեն, թե ինչ արեցի, ընդունիր հոգիս քո ձեռքերի մեջ, ավանդեց հոգի ու մեռավ կյանքը, այսպես մտածեց մահը չարագույժ, բայց չհավատաց նա իր տեսածին և չդողացող ձեռքով շեշտակի հանեց գեղարդը կաշվեպատյանից, հանեց, որ խոցի, արյունն ու ջուրը հոսեցին կողից, ու ցնծած մահը, հաղթել էր կյանքին, խաչին գամելով սպանեց Քրիստոսին, բայց դող կար ներսում, ու երբ դրեցին կյանքը գերեզման, մահը գլորվեց իբրև մի մերկ քար, որ փակի ճամփան մութ գերեզմանի, բայց դող կար ներսում, կնքեց քարն այդ, որ էլ չբացվի, զինվորներ կարգեց, որ չգողացվի, չգիտեր մահը օրենքը կյանքի, ապրելու համար նախ մեռնել է, այդպես է անում հասկը ցորենի, հողին է հանձնում կյանքը իր սերմի ու հետո ծնում կյանքով նորովի, ու այդ ժամանակ ամուժայրն անգամ արգելք չի լինի ցորենի սերմի, այդ է օրենքը երկնային կյանքի, և երրորդ օրը ահեղ ձայն նահա, երկնքից ղրտված ճերմակ հրեշտակ, փայլագի նման ցած իջավ վերից, ու հսկա քարը գլորեց մեկդի, պահապանները մնացին ապշած, ու մեռածի պես ընկան վախեցած, հրեշտակի տեսքից, ձայնից սարսափած, որտեղ ես դու մահ, ուր է խայթոցդ, մութ գերեզմանի հաղթությունն ուր է, ու լսվեց ահա մեծ աղետիսը հրեշտակի շուրթից, մահին հաղթելու, երկինք մտնելու, զորեղ հարությամբ արդարանալու, թագավորական քահանայության սուրբ ազգ կոչվելու, նորից հառնելու, սուրբ երկինքներում հանգիստ առնելու մեծ աղետիսը հավիտենական և հաղթաթուղթը հոգու բժշկության, պիտի պատմվի սիրո մեծ գործը Քրիստոսի խաչի ու պիտի հասնի կենարար խոսքը չորանապատի, ու հին գերության կապը քանդելու, բանտի դռները բաց հռչակելու, դարերից առաջ, հիմա և ընդմիշտ, թող որ պատմվի աղետիսը մեծ, էլ գերեզմանում չփնտրեք ողջին, Քրիստոսը հարյավ, որ կյանք ունենանք և էլ ավելի։ Բայց այսօր
Լուսամաս, դու ինձ երբեք չես ճանաչել, և անունս դու երբեք չես սիրացել, մինչև այսօր իրար երբեք չենք հանդիպել, քանի որ թանձր խավար գիշերի ընկեր եմ եղել, ու մեղսագործ իմ ձեռքով լույսի ճամփան եմ իմ կյանքում փակել, իմ ներսում խիղճս լրացրել, սպանել ու մարդասպանի արյունոտ ձեռքով ինքս իմ հոգին տանջել ու տանջել։ Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ահա այսօր ցնծություն է, մեծ խնջույք է երկնքում, հրեշտակած խումն է երկում, ավետիս է երկրում, ուր է ողմա, հաղթությունը, ուր է գուբի բանալին, այն փշրվեց ու պարտվեց, հաղթանակն է Հիսուսիս, այդ հարությամբ մենք էլ հայրյան, չկա էլ ման, ցնծացեք, Տեր Հիսուսի արյան գնով, ճանապարհն է մեզ բացվել, կգա օրը մեծ ցնծության, որ մենք էլ Տեր Հիսուսով, այս հողեղեն անձերս թողած, պիտ բարձրանանք ամպերով, ու երբը չի փող երկնքից, Տեր Հիսուսը մեզ կգա, իր հարսն առած թևերի մեջ Երուսաղեմ կգնա, ու կլինի մեծ ցնծություն, մենք փառք կտանք Հիսուսին, որ իր մահով ու հարությամբ կյանք պարգևեց սուրբերին, Քրիստոս հայրավի մեռելոց, մեծ ավետիս սուրբերին, եկեք ցնծանք ուրախանանք, ժառանգորդն ենք գառնուկի։ Իրոք անունը փառավորվի ժողովուրդ ջան, իրոք բոլորիս աշկը լույս լինի, բոլորս մահից պրծանք, բոլորիս մեջ այդ հույսը եկավ։ Եթե հիշում եք կորոնավիրուսի ժամանակ բոլորը հարցնում էին արդյոք դեղ կա, արդյոք այս դեղը երբ են գտնելու, 100,000-ավոր մարդիկ հիվանդացել էին, ես սպասում էին արդյոք որ երկրից ով այդ դեղը գտնելու, որպեսզի ապրեին։ Բոլորը ուզում էին գոնե 80 տարի ապրեին։ Բայց Հիսուսը լուծեց մեր հավիտենականության հարցը։ Փառք տանք Տիրոջը։ Փառք տանք Հիսուսին։ Առաքյալը Կորինթացիս գրքում 15:17-ում առաջին Կորինթացիս 15:17 ասում է. եթե Քրիստոսը հարություն առաջ չի, մեր հավատքի զուրը, եւ մենք էլ դեռ մեր մեղքերի մեջ ենք։ Եթե Քրիստոսը հարություն առաջ չի, բայց Երանի մարդուն, որ այս հարությունն իր անձի վրա զգացել է, նա ոչ թե որպես պատմություն լսել է 2000 տարի առաջ, բայց նա իր անձի վրա այս հարությունը զգացել է։ Մենք ամեն մեկս Հիսուսի հարությունը պետք է վայելենք, պետք է բերկրանքը մենք ճաշակենք,
Երբ որ Ղազարոսը մահացել էր, Մարիամը Հիսուսին ասեց. Հիսուս գիտեմ մի օր գալու է, ու ինքը հարություն արտելու։ Ասեց Մարիամ, քեզ ասում մի օր գալու է։ Ինչու ես ասում մի օր։ Այդ օր էս օրը։ Ասեց ես եմ հարությունը։ Դու հարության հետ ես խոսում ու դու ասում ես մի օր գալու է։ Այսօր մեզանից շատեր այդ վախով, այս սպասելիքով մտածում են, ասում են, տեսնես այդ օրը կգա, մենք հարություն առնենք։ Աստված ուզում է դու հարություն առնես այս երկրի վրայից, քո մեղքերից, քո հին կյանքից, քո դառնությունից, քո տանջված վիճակից, Տեր ուզում է դու այսօր այդ վայր կապրես։ Եթե Քրիստոս հարություն առել, առաքյալ ասում է նայել մեզ, մեր մահացած տեղից հարություն առնել տվեց։ Մենք ոչ թե վերջին օրը պետք է հարություն առնենք, մենք այստեղից, այն մարդիկ, ովքեր ընդունել են, որ Քրիստոս իրանց համար մահացել է, իրանց մեղքերի թողություն իրանց անձի վրա զգացել են, այդ փոփոխությունը, որ մեղքը մարդուն տանջում է, խղճմտանքը մարդուն հանդիմանում է, Աստված ամեն մարդուն այցելում է իր անձի վրա, հաստատում է, որ ես քեզ արդարացրել եմ ու դու պիտի հարություն առնես։ Եթե մեզանից շատերը կան, որ դեռ մտածում են մի օր պիտի գա հարություն առնենք, Տեր ասում է ոչ, դու այսօրվանից պետք է հարություն առնես։ Այն մարդիկ են հափշտակվելու, ովքեր այստեղ են հարություն առել։ Սուրբ Գիրքը ասում է Հայտնության գրքում հարց էր ասում Հիսուս արի, երկրի վրա հարություն առած մարդիկ են Տիրոջը սպասելու։ Բոլորս սրտան փառթան Տիրոջը, որ մեզ էլ մեր լեռած վիճակից այդ բարի լուրն ա տվել, այդ ուրախ լուրն ա տվել, որ մեզ հարուցանես։ Ես ուզում եմ կարդալ առաքյալը, որ այդ բանը խոսում է ներկա ժամանակով, ոչ թե ապարդի ժամանակով գրված է Եփեսացիս 2-րդ գրքի 5-6 խոսքերի մեջ։ Երբ հանցանքների մեջ մենք մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց։ Կենդանացրեց, ոչ թե պետք է կենդանացնի, կենդանացրեց, ներկա ժամանակով է խոսում։ Դուք շնորհքով փրկված եք, եւ նրա հետ մեզ հարուցանեց ներկա ժամանակ, եւ նրա հետ մեզ նստեցրեց եկամուտներու մեջ Քրիստոս Հիսուսով։ Տեսնում եք, կենդանացրեց, հարուցանեց, նստեցրեց։ Առաքյալը բայց երկրի վրա էր, նա դեռ չէր հասել երկինք։ Նա դեռ երկրի վրա մարմնի մեջ էր, բայց ինչ այդ համ առել է, ազատության բեկրակ առել է, մեղքից ազատվելու բեկրակ առել է, նա հարություն առել է, հին կյանքից, հին մարդուց եւ դավանում այս խոսքերը. Ես կենդանացել եմ, ես հարություն առել եմ եւ ես երկրի մեջ նստել եմ։ Մենք այս բանը պետք է դավանենք, մենք երկրի վրա Աստված ուզում է մարդը իր հետ այստեղ ուշ հաղորդի։ Ոչ թե ասենք մի օր գնալու ենք մենք պետք է հաղորդենք Աստծո հետ, ոչ, երկրի թագավորությունը դա վայր չէ, Հիսուս ասեց, դա ուտելիք խմելիք չէ, դա ուրախություն է, խնդություն է, Սուրբ Հոգու ձեռքով, դա արդարություն է, մարդը այս երկրի վրա պետք է վայելել երկրի թագավորությունը, այդ ուրախության բեկրանքը, մարդիկ պետք է քեզ տեսնեն ու դու հասկանան, որ դու ուրիշ մարդ ես, դու այլ բոլորակային ես, դու ես երկրից չես, իրանք պետք է զգան դու հավիտենական ապրող մարդ ես, դու կար ժամանակ իրապես հույսերի, կարծես երկրավոր բաների վրա հուսացած մարդ չես։ Մի սակսեցակ ապետակավորպես ասում էին, ով նամոլոսոր, թե մեր կյանքը դու խլես, մենք կյանք ունենք, մենք քեզ չենք լսելու։ Թե Աստված չազատել ես վիճակից, նրանք տեսան ինչ ուրախ երիտասարդներ են, նրանք երիտասարդ կյանքը գնում էին, որտեղ նրանք երկնային կյանքը այդ համը առել էին երկրի վրա։ Եվ դրա համար ոչ մի բան չեն փոխում։ Ես ուզում եմ կարդալ մի քանի համարներ, երբ որ Հոբը դավանում է, Հոբ 19-րդ գլուխ 23-րդ խոսքից, ինքը վերևում շեշտում է, որ Աստված իր հետ ինչ արեց։ Ասում Աստված ինձ կպավ, ինձ ցավացրեց։ Իմ փառքս ինձանից վերցրեց, իմ թագին գլխիցս վերցրեց, իմ հարազատներին ինձանից հեռացրեց, իմ սիրելի մարդկանց մոտ ես ատելի եղա եւ թվարկում է այդ անարգանքը, որ Աստված թույլ էր տվել երկրի վրա իր հանդեպ։ Եվ այդ մենակությունը եւ այդ դառնությունը եւ Աստված նույնիսկ իմ սիրելի կնոջ կողմից ես մերժվեցի։ Բայց 23 խոսքում ինչ է դավանում։ Այս խոսքերը կարող են դավանել այն մարդիկ, ովքեր այդ խախտության համ առել են, ովքեր տեսել են։ Երանի թե հիմա խոսքերս գրվեին, երանի թե գրքի մեջ քանդակվեին, երկաթե գրիթով կապարի վրա ու քարի վրա հավիտյան փորագրվեին, որովհետև գիտեմ, որ իմ փրկիչս ողջ է։ Մեզ համարները գրում է ոչ թե ժամանակ, երբ որ նրա երեխաները նրա կողմն էին, երբ որ նրա ամեն ինչը նրա տեղում էր, մեզ համարները գրում է, երբ որ ոչ մի բան չուներ, երբ որ ամեն ինչ փորձել էր, նույնիսկ անձը էր
որդերի մեջ եւ այս խոսքը դավանում է, թող հավիտյան գրվի, որ ես գիտեմ, հաստատ ասում եմ, հաստատ եմ ասում, որ իմ փրկիչս ողջ է։ Այս համարները մենք կարանք դավանել ժողովուրդը, նա 150 առ ոչ թե 2000 տարի առաջ, այսօր այս համարը դու կենդանի պետք է դավանես, պետք է ասես, ես տեսել եմ իրան, ես վայելել եմ իրան, առաքյալը ասում է, որ մենք նրա մասին լսեցինք, լսելուց հետո գալիս ասում է, տեսանք, հետո ասում է շոշափեցինք։ Շատերս այսօր են փունում ենք, միգուցե լսել ենք Հիսուսի մասին, բայց Աստված ուզում է մոտեցնի քեզ, դու պետք է տեսնես իրան։ Էլի ուզում մոտեցնի քեզ, տեսնել էլ այլի հեռու, դա հեռավորությունն է, Աստված չի ուզում հեռավորություն, մարդ իր մեջ, նա ուզում է դու շոշափես իրան, դու կպտես իրան, եւ առաքյալը ասում է, լսել եմ, տեսել եմ, շոշափում եմ։ Ես կուզենամ, որ բոլորիս հետ կատարվի այդ փաստը, երբ որ մարդը շոշափում ասում, երբ որ Աստծո սերը լսվում է իր սրտի մեջ, մարդը այդ ներկայությունը երբ որ զգում է նա, արդեն հաստատ այս խոսքը կրկնում է։ Գիտեմ փրկիչս ողջ է։ Ու անիկա վերջին ժամանակը պիտի ելնե երկրի վրա։ Ու թեև այս մարմինս, մորթս, քաշիս փչանա, բայց իմ մարմնովս Աստված պիտի տեսնեմ։ Ինչ խոսքեր է դառնում։ Ես իրան պիտի տեսնեմ։ Եվ 47-րդ գրքում Հոբը նորից Տիրոջ հետ հանդիպելուց հետո նա մոռանում է իր բողոքները, մոռանում է իր արդարությունը, մոռանում է իր այնությունները եւ ինչ է դավանում։ Ինձ կանչելի բաներ լինելով չէի իմանում, կարող չեմ մտի կրենձի, որպեսի զրուցեմ, քեզի հարցնի ունձի սովորեցուր, ես քո վրայովը լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ, դրա համար էլ իմ անձս արհամարեմ, հողի ու մոխիրի մեջ կզղջամ։ Հով ասում է, որ լսում էի, ասում լսած մարդիկ ինչ ասում դեմ մի քիչ բողոքներ ունեմ, որտեղ լսում են Աստված ամենակարող է, բայց իր կյանքի հանդեպ Աստծո ամենակարողությունը չի գործում։ Եվ Հոբն ուներ բողոքելու բաներ, ասում էր Աստված ավաղ մարդ է, ինչ համար այս բաների իմ կյանքում կատարվավ, բայց երբ որ աչքը տեսնում է, երբ որ հանդիպում է ունենում, ասում է արհամարում եմ ինձ, ու իմ հետ կատարված բոլոր բաները արհամարում եմ։ Բանի տեղ չեմ դնում, որտեղ գտել է կյանքը հանդիպելուց հետո մարդու մեջ երբ որ ուրախություն է լսում, չէ որ մարդ կյանքում ամեն ինչ անում է, որ ուրախ լինի։ Աստված քեզ այդ արդյունքը տալիս է, այդ ռեզուլտատը, այդ ինչի մա որ պայքարում ես դու ուրախ լինես, Աստված քեզ ասում է դու պետք չի նմանես, անի իրար հետ հանդիպեք ու դու ուրախ կլինես։ Եվ այս ուրախության բերանքը մարդիկ որ արտում են, կյանքում շատ բան են արտանում։ Առաքյալը ասում է Քրիստոսի սերը մեզ ստիպում է, որ մենք մեր մարմնի ցանկությունները ուրանանք։ Այս սիրո հետ որ հանդիպում է լինում, որ սիրահարվում ես նրան, ում սիրահարվել ես նրա խոսքը կոման այնքան քաղցր է լինում, այնքան հեշտ է լինում, եւ Աստծո պատվիրանները քեզ համար ծանր բան չեն լինում։ Եվ աղոթքից առաջ մի համարել կուզենամ կարդալ, Տերը ասում է, մարդիկ անում խոսում են, ասում են, մենք մեր մեղքերի մեջ մաշում են, եւ Տերը ինչ կոչ անում։ Եզեկիա 33:10 աղոթքից առաջ այս համարը կուզենամ կարդալ եւ գանք Տիրոջ առջեւ աղոթքի։ Ուզում եմ բոլորս այսօր լինի մեզ համար այդ հարության տոն իրական։ Ոչ թե տոն, որը մարդկության համար է եղել, չէ, քեզ համար պետք է լինի, քո ընտանիքի համար պետք է լինի, այդ սիրո բերանքը դու քո անձի վրա պետք է զգաս եւ Տերը կոչ անում։ Եվ դու որդի մարդո Իսրայելի տանը գնա ասե, դուք այսպես կխոսեք, ու այսպես եք ասում, մեր հանցանքները ու մեղքերը մեր վրա են, ու մենք նրանց մեջ կմաշենք, ուրեմն ինչպես պիտի ապրենք։ Տերը Եզեկիելին ասում է գնա Իսրայելի հետ խոսա, ասա լսում եմ ձեր խոսքերը, ինչ որ խոսացել եք ձեր մտքի մեջ, ես լսում եմ, մարդիկ ինչ են խոսացել, ասում են մենք մեղքերի մեջ մաշում ենք, մեր մեջ ինչ պետք է լինի։ Գիտեք, կապ չունի մարդը ինչ ունի կյանքում, կապ չունի մարդը ինչի է հասել, եթե մարդը մեղք ունի, մարդը չի կարող ուրախ լինել։ Մեղքը դառնում է մի շողքի, որ ստվերի, որ ուր գնաց քո հետևից գնալու, նրանից չես ազատվելու։ Եվ Տերը կոչ անում, ասում ուզում ես ուրախ լինես, դու այդ մեղքից պիտի ազատվես։ Մեղքի հարցը պիտի լուծես ու դու կտեսնես, որ դու ուրախ ես։ Եվ ասում եմ, լսել եմ ձեր հառաչանքը, որ ասում եք մեղքը մեզ մաշեցնում է։ Եվ ասում եմ, գնա նրանց ասա, ես կենդանի եմ կսետերյովա, որ ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, հապա որ ամբարիշտը իր ճամփայից դառնա ու ապրի։ Դարձեք ձեր ճանապարհներից
որովհետև ինչու մերն է ով Իսրայելի տունը։ Տեր ասում է առաջին գործը կատարվել է քո մեջ, մեղքը հանդիմանում է քեզ, դա շատ լավ է։ Բայց ես քո մերնելը չեմ ուզում։ Բայց եթե դու մեղքի չդառնաս, ես արդար եմ, մեղքի վարձքը մահ է։ Այն մարդիկ, ովքեր մեղքով մահանալու են, նրանք չեն արդարանալու եւ չեն փրկվելու եւ կոչ անում, ասում քեզանից բան չի ասում։ Դու մենակ ընդունիր այդ վարձքը ես տվել եմ։ Այդ մեղքի դինը բարեգործություն անելը չի։ Այդ մեղքի դինը շատ լավ բաներ անել չի։ Այդ մեղքի դինը ծոմ պահելը չի, ճգնավորության կյանքը չի։ Դու մի մեղքի համար 100 տարի էլ բարություն անես, դա չի փակում, որտեղ բերված է մեղքի վարձքը մահն է։ Դու պիտի մեռնես քո մեղքի պատճառով։ Բայց Տերը քեզ ասում է, այդ վարձքը փակելու։ Դու հավատա այդ վարձքը փակածա։ Սուրբիկ ասում է, նրա մահով մենք նրա մահով մենք խաղություն ունեցանք եւ հարությունով արդարացան։ Այս փաստ ուղղակի մարդ պետք է հավատա։ Ինչքան է հեշտ ասել Աստված մարդը գործը հանդիմանություն է սզգում, ընդունիր, որ մահը կատարվել քո տեղը ու քո մեղքի թողություն կա։ Եվ այդ հարության Քրիստոս կյանքը քո մեջ դու այսօր պետք է վայելես, այս սիրո բերկրանքը դու պետք է վայելես քո անձի մեջ, ինչպես Հոբն էր ասում, տեսա նրան։ Առաքալ էր ասում, շոշափեցի նրան։ Աստված ուզում է մենք Տիրոջը այս երկրից վայելենք, այս երկրից ունենանք հարության Քրիստոսը այստեղից մերսակների մեջ լինի։ Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ So
Դավիթ Աստվածային հագաքես պես տկար պալատի մեջ արքայական ես չծնվա իբրև իշխան մսուրք ներավ ինձ օրորոց չոր խանձուրալը մարմնիս ծածկոց տես որքան շատ քեզ սիրեցի այսպես խոնարհ եկա քեզ մոտ եղբայր եղայունակից տկարության հաղորդակից ես երկնքի հզոր արքան հագա մարմին ծառայատան օրենքի տակ մտա հոժար որ քեզ անեմ ազատ արդար տես որքան շատ քեզ սիրեցի որ անդադար 3 տարի ծով անապատներ չափեցի կենաց խոսքեր քեզ սպառնեցի շրջում էի օր ու գիշեր հանգստություն չի իմացել մինչ առնելու գետ մեկ անգամ չի գտնում խաղաղ իժան հառաչանքդ սիրտս այրեց ու ես ասի գորովային եկեք ինձ մոտ հոգնած սրտեր ես կսփոփեմ վշտերը ձեր տես որքան շատ քեզ սիրեցի հիշիր տխուր Գեթսեմանի այն ահավոր մռայլ գիշեր խոր տագնապի մռայլ ժամին երբ ահռելի բերի ցակված քրտնաշաղախ գետին ընկած խմում էի մինչև հատակ ծով մեղքերի դառը բաժակ տես որքան շատ քեզ սիրեցի տես ուր հասա ինչ վիճակի ամբողի մեջ ընկած մենակ շղթայակի պրավասակ մտրակներից արյուն լվա փշե պսակ ճակտիս վրա ամեն կողմից ծաղր ապտակ թուք նախատիկ ու աղաղակ տես որքան շատ քեզ սիրեցի և Գողգոթա նայիր նայելու տես սիրտդ հալչի այս պատկերից կսկծալի փրկիչդ տես բասկատարած անարգվարից ու խշտանված խաչապայտի վրա գանված մահվան ընկեր ավազականց աչքերս ցավից խորն էին ընկել
Մեռա, բայց սիրեցի ես քեզ, մեռասուքով, արյան փառքով, քեզ փրկեցի կյանքիս գնով, դու մերթ կորած ոչխար էիր, գերինկած մեղքին ընկեր, քեզ դուրս բերի մահվան գուբից, ազատեցի գայլի շապից, հիմա լսիր, ով դու ջար սիրտ, եկել եմ քեզ տալու հանգիստ, եկեղեցին ինձ թողեցին, սերս ու այրունս անարգեցին, այժմ արցունքով քեզ կսպասեմ, բաց դուրըմ ինձ, որ ներս մտնես, տես, վիավոր փրկիչն եմ ես, որ այսքան շատ սիրեցի քեզ, ամեն։ This is the day.
ժողովուրդ ջան, չմոռանաք ինչի համար եք հավաքվել։ Եսկելու համար չէ, նվագելու համար չէ, ապա Տիրոջը ապա Տիրոջը փառք տալու համար, ուրախանալու համար այսօրով, որտեղ իրոք քրիստոնեական աշխարհի մեջ սա մեծ ուրախություն է, հարություն է, որտեղ մարդիկ պիտի ուրախանան, որ մեռնելուց հետո կյանք կա, այսինքն մեռնելով ամեն բան չի վերջանում, ապա մեռնելով ամեն բան նորից է սկսվում, և ազատություն, ինչից ազատություն, այս մարմնից, մարմնի կապանքներից, ոնց որ մենք փակագծի մեջ լինենք մի հատ, մարմնի հիվանդություններից, աչքի տեսողությունից, և նման ու նման շատ բաներից մեռնելով և հարություն առնելով Տիրոջով մենք կունենանք այն ազատությունը, բայց մենք պիտի գիտենանք, մինչև այդ ազատությանը հասնելը, մինչև հարության փառավոր պսակին հասնելը Հիսուս մեզ համար մեծ գործերավ, դա էր խաչելիությունը, եթե խաչելիությունը չլիներ, հարությունը չէր լինի, եթե տանջանքը չլինի, տառապանքը չլինի, ազատությունը չի լինի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես ուզում եմ Հովանու Ավետարանից մի քանի համարներ կարդալ, հիշեցնելու համար մեր Տիրոջ խոսքերը։ Հովանու 6-րդ գլխի մեջ, երբ հացի մասին էր խոսակցությունը գնում, հանկարծ Հիսուս խոսքը դարձրեց և սկսեց բացատրել հրեաներին ասելով. «Վասնզի ես եկա երկինքեն իջա, ոչ թե իմ կամքս անելու, հապա նոր կամքը որ զիս կրկեց»։ Եվ բացատրում էր, որն էր իրեն ղերգողի կամքը, և զիս ղերգող հորը կամքը այս, այն ամենը, որ ինք տվավ, չկորցնեմ, հապա հարություն առնել տամ վերջին օրը։ Չկորցնեմ, հապա հարություն առնել տամ։ Այսինքն, մեռնելով մարդը չկորի, գնա ոչնչանա, հապա վերակենդանանա, հարություն առնի և Տիրոջ առջև կեցնի։ Եվ սա էր Հայր Աստծո կամքը, և սրա համար Հիսուս Քրիստոս աշխարհ եկել։ Եվ 40-րդ համարն ասում է. «Քանզի զիս ղերգողին կամքը այս է, որ այն ամենը, որ կտեսնեն որդին և կհավատան անոր, հավիտենական կյանք կունենան, ես անոնց հարություն առնել պիտի տամ վերջին օրը»։ Բայց հետաքրքիր է մի բան, որ ստեղ շեշտում է. այն ամենը, որ կտեսնեն որդին և կհավատան անոր։ Եվ մենք գիտենք, որ քրիստոնեական կյանքի մեջ առանց հավատքի անհնար է Աստծո հաճելի լինել։ Կենտրոնը հավատքն է։ Ամեն բանի հավատալ է պետք։ Աստծո բերանից ելած ամեն մեկ խոսքի, Ավետարանի ամեն մեկ խոսքին, և հավատալով միայն այդ բոլոր բարիքները, ինչ որ գրված է Սուրբ Գրքի մեջ, մենք կարող ենք սեփականաշրջել, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի հատ տեղ կար Հովանու Ավետարանի մեջ, որտեղ մենք բոլորս այդ բանը լավ գիտենք և այդ պատմությունը Ղազարոսի մահը, որ հիշեցրեց մեր եղբայրը իր խոսքի մեջ, Ղազարոսի մահի վերաբերյալ, և Ղազարոս մեռավ, այդ պատմությունը մենք գիտենք, և Հիսուս իմանալով մի քանի օր էլ հետաձգեց իր գնալը և գնաց և հանդիպեց այն քույրերին, որոնք տրտմության մեջ էին, սգի մեջ էին և կարծես թե մեղադրում էին Հիսուսին ասելով. «Տեր, եթե դու այստեղ լինեիր, ինքը չէր մեռնի»։ Եվ Հիսուս նրանց հետ խոսելով ասեց. «Քու եղբայրը հարություն պիտի առնե», Մարթային ասեց։ Մարթը ասավ անոր. «Գիտեմ, թե հարության ժամանակը, վերջին օրը հարություն պիտի առնի»։ Հիսուս ասավ անոր. «Ես եմ հարությունն ու կյանքը, ան որ ինձ կհավատա, երբեք պիտի չմեռնի, հապա պիտի ապրի, և ան որ կենդանի է ու ինձ կհավատա, հավիտյան պիտի չմեռնի,
որ կենտանի է, ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Եվ մենք տեսնում ենք ստեղ հետո ինչ եղավ։ Մարտան ասում էր վերջին օրվա հարությանը գիտեմ, որ մենք պիտի հասնենք։ Այսինքն հարության գաղափարը, հարության միտքը Հիսուսի շատ ու շատ առաջ եղել է։ Մարդկությունը գիտեցել է, որ վերջին օրը հարություն պիտի առնեն։ Եվ բոլորը պիտի հարություն առնեն։ Ոմանք դատաստանի համար, ոմանք փառավոր Աստծո առջև կենալու եւ պսակներ առնելու համար։ Ոմանց համար դատարանի որոշումը սպասելն է հարության օրը, ոմանց համար ազատություն եւ Աստծո առջև կենալն էր։ Վերջին օրվա հարություն։ Բոլորը գիտեն վերջին օրը, բայց հավատքը հերիք չէր անում մարդկանց։ Վերջին օրվան սպասող մարդիկ, որ սպասում էին հարությանը, ուրեմն մեղ պիտի չգործեին։ Ուրեմն մեկը մյուսին վնաս պիտի չտային, Աստծո վախը պիտի ունենային։ Եվ ամեն ինչ թողնում էին վերջին օրվա վրա։ Եվ այս պատմության մեջ հետաքրքիր բան էր։ Հիսուս այդ օրը առաջ բերեց, վերջին օրը բերեց նույն օրը։ Եվ ասա, որ դու այսօր պիտի տեսնես այդ հարությունը, քո եղբորը հարությունը դու այսօր պիտի տեսնես, որտեղ ես եմ հարությունը, ես եմ հարություն տվողը։ Վերջին օրը, թե առաջին օրը, թե հիմա, միևնույն է իմ շնորհքով է այդ հարությունը։ Եվ հրամայեց քարը մեկտի դրեց եւ ասում է, նորից այնտեղ հավատքի հարցն էր այդ քույրին։ Տեր 4 օրվա մեռած է հոդած պիտի լինի։ Սա ես քեզ չսի, որ հավատաս Տերոջ փառքը պիտի տեսնաս։ Աստված թող մեզի հավատք տա տեսնելու Տերոջը փառքը այն ժամանակ, որ Հիսուս Քրիստոս մեզի հրավիրել է։ Տեսնելու այդ բանը։ Եվ որպեսզի այս բանը նորից շուրջ հավատված հրեաները տեսնեին եւ իրենց հավատքը ավելանար, Ղազարոսին հարություն տվավ։ Եվ ասավ. Հայ, շնորհակալ եմ քեզ մեր, որ ինձի լսեցիր։ Ես գիտեի, թե ամեն ադեն ինձի կլսես, բայց բոլորտիքս կայնող ժողովրդին համարսի, որպեսզի հավատան, թե դու ինձ կրկեցիր։ Հավատան, հավատում են մարդիկ, կեսով չափ, քառորդի չափ, բայց լրիվ հավատալու համար մարդը շատ ու շատ բաների միջով պիտի անցնի, շատ ու շատ շոշափելի բաներ պիտի տեսնի, որպեսզի հավատքը ամրապնդվի։ Եվ դրա համար է ասում ստեղ Հիսուս. բոլորս կայնող ժողովրդի համար ես կուզեմ այս հրաշքը կատարվի։ Ասիկա ասելով ետքը մեծ ձայնով մը կանչեց. Ղազարոս դուրս եկուր։ Մեռելն ելավ, ոտքերը ու ձեռքերը պատանքով կապված եւ երեսը վաշամակով կապված։ Եվ Հիսուս ասավ. արձակեցեք սրանիկա ու թողեք որ երթա։ Աստված Երանի բոլոր մեռած հոգիներին հարություն տա այսօր եւ արձակե եւ թողնի որ շարժվի սիրելի Աստծո ժողովուրդ։ Քանզի Քրիստոս մեր զավակը մեզի համար զոհվեցավ։ Զոհեղավ, որպեսզի հարություն լինի։ Զոհեղավ, որպեսզի կաբակներից մարդիկ ազատան։ Զոհեղավ, որպեսզի վերջին օրվա հարությունը մարդկանց համար ոչ թե դատաստանի օր լինի, ապա խնդության եւ ուրախության օր լինի։ Այո, հարությանը շատերը կհավատան։ Եվ ուժեղեր են մարդիկ, որոնց հավատքը ուժեղ է։ Եվ Եբրայեցիների թղթի մեջ մենք հիշում ենք հավատքի գլուխը 11-րդ գլուխը, եւ որ այնտեղ խոսում է շատերի մասին հավատքի վերաբերյալ, եւ ասում է կանայք իրենց մեռելները հարություն առած սեբեցին հավատքով։ Նույնիսկ մեռելները հարություն առած սեբեցին հավատքով։ Օրհնյալ լինի Տիրոջ համար։ Այո, կանայք իրենց մեռելները հարություն առած սեբեցին իրենց հավատքով։ Օրհնյալ լինի Տիրոջ համար։ Ես չեմ ուզում երկարացնել Աստծո խոսքը, որտեղ շատ ու շատ բան կա։ Երեք մի անգամ էլ կանք Տիրոջ առաջ փառավորենք Իրան այս գեղեցիկ օրվա համար։ Եվ այսօր մեր հոգիների մեջ իրոք այդ հարության տոնը թող կատարվի, այդ ուրախություն թող կատարվի։ Եվ մենք մեզ ուրախ ազատ զգանք Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Միաշախտի
մեկ շատ դարավոր շուտ Մարիամները եկան Քերեզման Ուղաս Ավելյանի վերջի գլխում գրված է գսե դեսան երկու հատ լուսապայլ հրեշտակներ Քերեզմանում եւ իրենք նայեցան որ այդ Մարիամները մեգուն էին որոնում եւ այս խոսքերը ասեցին ինչու համար ողջը մերացնելու մեջ կհոգրեք ոչ չէ անիգա հաբա հարություն արա այո սիրներ մեր դերը հարություն արավ սրա համար պետք է հավատալ պետք է որտեղ ինչի համար եւ որ Հիսուսը Մարիամին եւ Մարտային ասավ ու եղբայրդ հարություն բիդարյանու չհավատացին Հիսուսը մերելներեն հարություն արած աշակերտներուն կացին աշակերտները չհավատացին եւ նրանց միտքը բացավ եւ կրկերը հասկացան ուրեմն գարթում եմ Մատթեոս Սամոս 16 եւ 8-րդ խոսքից կսե ամեն ադեն դեր իմ արջևս դրին որովհետեւ իմ աչքովս է պիտի չսասանի սրա համար իմ սիրտս ուրախացավ փառքս պեկրեցավ ու մարմինս հույսով պիտի հանգստանա քանի որ իմ անձս քերեզմանի մեջ պիտի չթողնուս ես իմ արկարիությունը Հիսուսի համար իմ անձս քերեզմանի մեջ պիտի չթողնուս եւ քու սուրբիտ աբագանություն դեսնել պիտի չդաս աշխարհի սկիզբեն Ադամից միջև վերջին մարդը որ ծնված է եւ պիտի ծնվի աբագանություն մեռնելով աբագանություն պիտի դեսնան բայց Հիսուսի մարմին աբագանություն չդեսավ Գենաց ջամփաները ինձի պիտի ծծնես, երեսի դարչև լեցուն ուրախություն գա, քու աչքոմը միշտ հաջություններ կան, եւ որ Հիսուսը հարություն արավ, աբագանություն չտեսնելով, բացավ գենաց ճանապարհի դուրը սիրեներ, հադրամար Մարիամին ասավ, ես եմ հարությունը, ես եմ ճանապարհը եւ կյանքը սիրեներ, սրա հավատալ է պետք Մենք պիտի հավատամ այնպես, ինչպես որ գրված է Աստվածաշունչում ու նաև հիշեցնեմ սիրելիներ այդ դերը, որ Հռոմեացիս 4-րդ գլխում հիշում եք Աստված Աբրահամին ասակում եք ադիտ որդիդ զոհե հավատքով դարավ սիրել զոհելու իր որդին բայց Աստված հավատում էր որ Եթե իր որդին զոհելու էր, Աստված կարող է մերելներեն իր որդուն հարություն տալ, ինչի համար որ իր որդին խոսմունքի որդին էր, պետք է որ ապրեր ինքը։ Եվ այսպես ենք կարդում Հռոմեացիս 4-րդ գլուխ 17-րդ խոսքին, ինչպես գրված է թե քեզ շատ ասկերու հայրերի, որ ինք հավատաց հիմնական գետը հավատքն էր սիրել, ինք հավատաց Անոր մերելները գողջնցնե եւ չեղած բաները եղածի պես կգան չէ։ Այսօր սիրներ այդ հավատքը մեզի առաջնորդում է, տանում է եւ հավատքով մենք նայում ենք որ քերեզմանը դապուր է, դատարկ է, ինչի համար բոլոր գրոններու առաջնորդներու քերեզմանը իրանք այնտեղ են, լա Բուդդայի, լա Մուհամմադի, լա սիրներ Կրիշնայի քերեզմանները լեցուն են, բայց մեր Քրիստոսի քերեզմանը բարավ է որով հարություն արավ եւ չհուսացվելու բանին հուսով հավատաց թե ինք շատ ասկերու հայր բիդլա իրեն արդարություն սեպեցավ եւ ինք Աբրահամը անհավատությունով չտարագուսեցավ Աստծո խոսմունքեն հաբա հավատքով զորացած Աստծո փառք տվավ եւ իր մտքի մեջ հաստատ պահեց որ անոր խոսմունք տվավ կարող է հնելու Աստծո համար իրեն արդարություն սեպեցավ Էդի Աբրահամի համար է, իսկ մեզի համար, ինձի համար, մեզ մի ամենագավան նայեցեք ինչ ա խոսմունքը, բայց ոչ թե միայն նրա համար գրվեցավ, որ իրեն սեպեցավ այդ արդարությունը, հապա մեզի համարը, որոնց բիդի սեպվի, որ գհավատանք, անոր, որ մերելներեն հարուց մեր դեր Հիսուս Քրիստոսը Սեներ ամեն բանի մեջ կայացած է հավատքը, որու
կհավատանք անոր Աստծուն, որ մերելներեն հարուց մեր Տեր Հիսուս Քրիստոսը 25-րդ խոսքը, որ մեր հանցանքներուն համար մատնվեցավ։ Հիշատակությունը գադարվեց, հիշեցինք սրեներ, ասկանի օրար Հիսուս Քրիստոսի խաչելությունը, որ իմ ու մեր ամեն մեղքերի համար ինքը խաչվեցավ, մեր մեղքերը խաչապայտի վրա կամեց, ցանով չավարտվեց, մեր մեղքերուն համար մատնվեցավ, իսկ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Թող Աստծո անունը փառավորվի սերներ։ Եկեք մենք այս հավատքով ընթանանք, հավատքով գայլենք մեր կյանքի ընթացքը։ Խաչը ավարտը չէր, քերեզմանը ավարտը չէր, որ Հիսուս ավարտեց, հաբա հարությունն էր, որ հարություն առնելով մեզ արդարացուց եւ այսօր մեզի համար հոր աչքով նստած բարեխոսում է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գաննենք ոտքի սերներ, շնորհակալ ունենք այս օրվան համար, շնորհակալ ենք Աստված մեզի կյանք տվավ այս զադիգը, այս հարության օրը դոնելու եւ մեծանելու իր սուրբ ու պատվական անունը։ Ամեն։